Հարցս ուղղում եմ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարին, զինված ուժերի գենշտաբի պետին, Պաշտպանության նախարարի տեղակալին, ազգային անվտանգության ծառայության տնօրենին եւ բնականաբար վարչապետին, Հայաստանի 16-րդ վարչապետին Նիկոլ Փաշինյանին։ Հարցի պատասխանը ես ունեմ եւ պիտի խնդրեմ, որ այս տեսանյութը ինչքան հնարավոր է տարածեք։ Սա շատ կարեւոր է։ Ժողովուրդը պիտի իմանա։ Պարոն 16-րդ վարչապետ, ճիշտ է արդյոք, որ Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան հատվածներից մեկում դիրքեր հայ զինվորները եւ հայ օֆիցերները, մասնավորապես խոսքը վերաբերում է Սև լճի հատվածին, հայ զինվորները, հայ օֆիցերները, այսինքն հայ դիրքապահները հասնում են անցնելով ադրբեջանական անցակետերի միջով։ Որ այդ ընթացքում հայ օֆիցերները, հայ զինվորները ենթարկվում են ստուգման ադրբեջանցիների կողմից, պարտադիր ձեռքերը վեր բարձրացված, եւ որ թույլ չի տրվում տանել դիրքեր, սահմանվածից ավել փամփուշտներ եւ սահմանվածից այլ զինատեսակներ, եւ որ նաեւ այդ ճանապարհով է բնականաբար հասնում դիրքեր սնունդը, որ դիրքը գտնվում է 3 ադրբեջանական դիրքերի ուղիղ շրջափակման մեջ եւ ահա այդ պայմաններում է իրենց ծառայությունը անցկացնում, այդ պայմաններում են իրենց ծառայությունը անցկացնում հարյուրավոր զինվորներ եւ օֆիցերներ։ Եվ այս իրավիճակում իրենք ոչ այլ ինչ են, քան կենդանի թիրախ։ Եթե այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, սա պետական հանցագործություն է հայ զինվորի նկատմամբ։ Սա պետական հանցագործություն է, եթե իրականության է համապատասխանում հայ օֆիցերի նկատմամբ։ Եվ ինչպես որ հայ ղեկավարները նախկին ներկա, այսպես ասած, գումար են խաղացել մարդկանց կյանքերի հաշվին, այդպես էլ այդ արատավոր հանցավոր վարքագիծը շարունակվում է։